Մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանի եւ Զանգակ գրատան համագործակցությամբ անգլիական այգում կկայանա «Երբ գիրքը տոն է» խորագրով մանկական գրքի փառատոնը։ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ծրագիրը ծավալով եւ բովանդակությամբ միակն է Հայաստանում, որը նպատակ ունի համախմբել երեխաներին գրքի, կրթության եւ մշակույթի շուրջ։ Անգլիական այգում կգործեն հանգստի եւ ընթերցանության անկյուններ, ակտիվ խաղերի, սննդի, համերգային ծրագրերի հատվածներ, շուրջ 40 հրատարակություններ կներկայացնեն իրենց գրքերը։ Այս տարի փառատոնային 2 օրերի ընթացքում սպասվում է շուրջ 70,000 այցելու։ Հունիսի 1-ին ժամը 20-ին Ազատության հրապարակում կկայանա հունիսի 1 օպերային աստղերի հետ մեգա նախագիծը։ Ազատության հրապարակում բացօթյա ձևաչափով առաջին անգամ իրականացվող ծրագրի շրջանակներում Երևանի եւ մարզերի տաղանդավոր պատանի երգիչ երգչուհիները ելույթ կունենան գալա համերգային ծրագրի շրջանակներում օպերային անվանի աստղերի հետ։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ելույթ կունենան նաեւ օպերային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը։ Հունիսի 6-ին հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը կկայանա Արամ Խաչատրյանի անվան պատանի կոմպոզիտորների 46-րդ ստուգատես փառատոնը։ 1979 թվականին Երգախորհրդի գործկոմի նախաձեռնությամբ առաջին անգամ իրականացվեց Արամ Խաչատրյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը, որը շուրջ կես դար շարունակ կարևոր առաքելություն է իրականացնում Երևան քաղաքում շնորհալի երեխաների բացահայտման եւ նրանց հետագա կատարելագործման հարցում։ Հունիսի 6-ին պատանի ստեղծագործողները, դասատուները, երաժշտասեր հանրությունը կայցելեն Կոմիտասի զբոսայգու Պանթեոն, ծաղիկներ կխոնարեն Արամ Խաչատրյանի շիրիմին, որից հետո Արամ Խաչատրյան տուն թանգարանում պատանի կոմպոզիտորները հանդիսատեսին կներկայացնեն իրենց ստեղծագործությունները։ Հունիսի 6-ին պարոն քաղաքապետ կմեկնարկի Երևանի բալետային միջազգային 3-րդ փառատոնը։ Թումանյանի անվան զբոսայգում կկայանա փառատոնի հանդիսավոր բացումը, որը կիրականացնի Մոսկվայի մեծ թատրոնի լեգենդար բալետային խումբը Շիզել բալետային ստեղծագործության ցուցադրությամբ։ Հարկ է նշել, որ ասում եք մեծ, ինձ թվում է չի թարգմանվում իրենց անունը։ Իրենք բոլշոյն են, այսինքն նույնիսկ անգլերենով է այդպես։ Ենթադրվում է, որ չենք թարգմանում դա։ Խնդրեմ։ Հարկ է նշել, որ 2025 թվականին կայանալիք փառատոնը աննախադեպ է ծավալներով եւ գեղարվեստական բովանդակությամբ։ Առանց չափազանցության փառատոնային օրերին Երևանը հայտնվելու է բալետային աշխարհի կիզակետում, քանի որ Երևան են ժամանելու բալետային ոլորտում աշխարհի ամենաառաջատար թատրոնները՝ Մոսկվայի Բոլշոյ եւ Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնները։ Աշխարհի միլիոնավոր մարդկանց համար երազանք է կենթանի հաղորդակցվել հարյուրամյակների պատմություն եւ աշխարհում ոչ ու ճաշակ թելադրող այս թատրոնների ստեղծած արվեստի հետ։ Մեզ Երևան համայնքին հաջողվել է կազմակերպել լեգենդար այդ թատրոնների հյուրախաղերը, ավելին վերջիններիս իրենց պատմության մեջ առաջատար կազմերով